Նիկոլ Փաշինյանն ինքն է իր Facebook-յան էջում գրել, թե Սոկառի վառելիքի մուտքը Հայաստան նշանակում է, որ մեջբերեմ խաղաղությունն այլևս իրողություն է։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ, նա մեր երկրորդ տաղավարում է։ Արման, բարի երեկո։ Բարի երեկո, Լարա։ Արդարացված է Փաշինյանի խանդավառությունը։ Սոկառի վառելիքի մուտքը Հայաստան կարող է համարվել մեսիջ, թե Ադրբեջանը արդեն հրաժարվել է նախապայմաններից եւ պատրաստ է վերջնական խաղաղության։ Լարա, տնտեսական առանձին դրվագներ վերցնելով ներկայացնել Ադրբեջանի քաղաքականությունը, կարծում եմ իլյուզիաներ կարող է միայն ստեղծել։ Եթե Ալիևը խաղաղություն ցանկանար, ապա ադրբեջանական իշխանամերձ մամուլը չգիտես ինչու հենց այս շաբաթ չէր հիշի, որ դեռ 2023 թվականի նոյեմբերին Հայաստանի կառավարությունը հաստատել էր մշակութային պահպանման եւ զարգացման 2023-2027 թվականների ռազմավարությունը եւ այն չէր ներկայացնի որպես խաղաղության հերթական խոչընդոտ։ Բաքվին հատկապես զայրացրել է ռազմավարության մեջ տեղ գտած այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են Ադրբեջանի օկուպացիա, մշակութային ցեղասպանություն եւ այլն, ինչպես նաեւ օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող Ազոխի քարանձավը ներկայացվում է այնտեղ որպես հայկական ժառանգություն։ Ադրբեջանցիները պնդում են, որ նման նարատիվները չեն համապատասխանում Վաշինգտոնյան հայտարարություններին։ Այսպիսով Բաքվի կողմից նավթային քաղաքականությունը իրականում շղարշ է տնտեսական գործարքի տեսանկյունից եւ այդ նման կերպ Բաքուն թաքցնում է իր իրական նպատակները։ Իհարկե Ալիևին նման կերպ ավելի հարմար է, որովհետեւ նա ներկայացնում է սա որպես խաղաղության ջատագովության դրսևորում։ Ադրբեջանում տեղի ունեցած վերջին նշանակումը պարզապես ցնցող էր, Արման։ Ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կինը Շեբնեմ Սաֆարովան նշանակվել է Ստադին Ադրբեջան պետական նախագծի տնօրեն։ Սա այն դեպքում, որ նրա ամուսինը հենց ՆԱՏՕ-ի կրթական ծրագրի ժամանակ էր կացնահարել քնած պային։ Այո, Լարա, սա եւս մի դրվագ է, որը չի տեղավորվում խաղաղության տրամաբանության մեջ։ Սաֆարովների ընտանիքի շուրջ ադրբեջանական մամուլում այս շաբաթվա սա արդեն երկրորդ լուրն էր։ Նախ գնդապետ զինվորական կոչում ստացավ հային կացնահարած Ռամիլ Սաֆարովը, իսկ շաբաթվա վերջում էլ հայտնի դարձավ, որ նրա կինն է ստացել բարձր պաշտոն կրթության ոլորտում։ Սա ակնհայտ ուղերձ է Ադրբեջանի ժողովրդին եւ աշխարհին, որ Ադրբեջանում հայ սպանությունը չի ընկալվում որպես հանցագործություն, այլ հակառակը երաշխիք է բարձր լավ պաշտոն ստանալու համար։ Լավ, որն է Ալիևի վերջնանպատակը եւ ինչու է նրան պետք, որ լարվածությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում պահպանվի, եթե խաղաղության պայմանագիրը ըստ հայտարարությունների պատրաստ է։ Իրականում Լարա պատճառը պետք է փնտրել Ադրբեջանի նավթային հորերում, որովհետև վերլուծաբանների կարծիքով շատ շուտով Ադրբեջանը թևակողելու է մի փուլ, որը նրանք անվանում են հետնավթային մղձավանջ։ Ադրբեջանական եւ միջազգային վերլուծությունները ցույց են տալիս, որ 2027-2030 թվականներից սկսած Ադրբեջանը բախվելու է նավթային լուրջ խնդիրների եւ Ալիևի փողլռության դիմաց վարած քաղաքականությունը այլևս ակտուալ չի լինելու։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ շուտով սոցիալական բունտեր են հասունանալու եւ Ալիևը ադրբեջանցիների այս սոցիալական խնդիրները չեզոքացնելու համար ստեղծել է եւ շարունակում է ստեղծել արտաքին եւ ներքին թշնամիների պատկերը, այլ կերպ ասած Ադրբեջանի խաղաղությունը պետք չէ այնքանով, որ որոշ ժամանակ հետո ադրբեջանցիները հարցնելու են իսկ ուր կորան մեր միլիարդավոր նավթային դոլարները։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, մեր երկրորդ տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։